Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշատակում է ներքին հանդը։ Նախկինում ես գիտեի, թե ինքը քաղաքացիական պայմանագրի պատգամավոր է, բայց պարզվում է չէ, ինքը ինչ-որ քաղաքացիականով պայմանագրով մտել է, հետո ֆրոնտ է փոխել, հետո ուրիշ ֆրոնտ է փոխել, վերջը անհասկանալի է այդ պահը, բայց ինչ եմ ուզում ասել, շատ երկար մենք համբերեցինք, կոնկրետ ես շատ երկար համբերում եմ, թե դուք ոնց եք ներքին հանդը ամեն անգամ ազգային ժողովի ամբիոնից հնչեցնում։ Խնդրում եմ ձեզ, տիկին Աննա Գրիգորյան, մարդկային խնդրանք, ներքին հանդի անունը ազգային ժողովից չտաք, քանի որ նոր ներկայիս հեղափոխական Հայաստանում այնպիսի օրենսդրություն է աշխատում, որ եթե ներքին հանդից որևէ բան լինի խոսալու ազգային ժողովում, ներքին հանդի գյուղացիները կգան և ազգային ժողովից ելույթ կունենան։ Հիմա դա շատ հասանելի է և բոլորն էլ կարող են, ցանկացած քաղաքացի կարա գա ազգային ժողովից ելույթ ունենա։ Շատ եմ ձեզ խնդրում, ներքին հանդի անունը մի տվեք ազգային ժողովից։ Հաջորդը, 5 տարվա մեջ, ես 5 տարի այստեղ ապրում եմ, 5 տարվա մեջ չի եղել մի անգամ, որ ես ձեզ տեսնեմ ներքին հանդում, կամ գոնե լսեմ, որ դուք եկել եք ներքին հանդ։ Դուք այստեղ եղել եք ընդամենը այս տարիների ընթացքում մեկ անգամ Բագրատ Սրբազանի հետ, երբ որ Բագրատ Սրբազանը եկել էր հավաքագրելու մարդկանց, որպեսզի տանի այն իրադարձություններին, որոնց համար ինքը հիմա գտնվում է համապատասխան տեղ։ Դրանից հետո, դրանից առաջ ես ձեզ ներքին հանդում ոչ տեսած եմ, ոչ լսած եմ, բայց պարբերաբար դուք ներքին հանդի անունը շահարկում եք ազգային ժողովում։ Հաջորդը, 20 թվի պատերազմից սկսած և հետո և անդադար ժողովուրդ ջան, այս գյուղը նենց դժոխային իրավիճակներ է ապրել, դժոխային, չպատմելու դժոխային իրավիճակներ, որ այն ինչ որ հիմա կա, երբ որ այո գերեզմանը հակառակորդի հսկողության տակ է, բայց մարդիկ ապրում են իրենց տներում, իրենց տնամերձ այգին խնամում են, զբաղվում են գյուղատնտեսությամբ, խոսում է այս ժողովրդի, Սյունիքի ժողովրդի և ամբողջ Հայաստանի հայ ժողովրդի ուժեղ կամքի մասին։ Այն դժոխային իրավիճակները, որ տեսել է ներքին հանդը մի անգամ էլ կրկնեմ, և ինչ որ կա այսօր, թեկուզ գերեզմանը այո գտնվում է այլ իրավիճակում, սա խոսում է այս ժողովրդի, հայ ժողովրդի, ամբողջ Հայաստանի և Սյունիքի ժողովրդի ուժեղ կամքի մասին։ Պատերազմից հետո և նամանավանդ էսկալացիայից հետո արմատական ծննդով ներքին հանդեցի բնակիչներ, որոնք ապրել են Երևանում կամ այլ տեղեր, այդ մարդիկ եկել են, ապրում են գյուղում, որպեսզի որևէ բանով, թեկուզ իրենց ներկայությամբ ուժեղացնեն գյուղը, օգնեն մյուս գյուղացիներին, պահեն այս գյուղը։ Ներքին հանդ եկել են բնակիչներ, որոնք էլի ապրել են Երևանում, բայց իրենք ոչ արմատներով, ոչ ծննդով ստեղից չեն, բայց էլի եկել են, որ ուժեղացնեն, պահեն գյուղը, ամրացնեն այս փոքրիկ տարածքը, մեր Հայաստանի փոքրիկ, այս կարևոր հզոր սուրբ տեղը, սա մեր համար սուրբ տեղ է, որովհետև ստեղ ամեն օր դժոխային կռիվ է եղել։ Խնդրում եմ ձեզ, չշահարկեք այլևս ազգային ժողովում ներքին հանդի անունը։ Քաղաքական պրոցեսներ են սկսվում, ճիշտ է։
Բոլորս ունենք մեր քաղաքական նախասիրությունները, դեռ շատ մարդկանց մոտ կփոխվեն այս կողմ, այն կողմ, մենք կլսենք բոլոր մարդկանց, ովքեր կգան իրենց ծրագրերով, առաջարկություններով, սակայն քաղաքական ոչ մի process-ում ոչ մեկը թող այս հերոսական գյուղի անունը չշահարկի, ես ձեզ բոլորից շատ եմ խնդրում, կարողանում եք օգնել, օգնեք, բայց ազգային ժողովից ներքին հանդի անունը մի շահարկեք, պետք չի շահարկել։ Ներքին հանդին օգնում է համայնքապետարանը, ինչով կարում է, այդ մարդիկ իրոք ինչով կարում են օգնում են, մեկ էլ կտենաս մի բան կսարքեն, մի բանով գյուղացիներին կօգնեն, օգնում է պետությունը չպատմելու, իր ձևա օգնում, տա ես 2 ժամ կարամ պատմեմ, բայց չեմ պատմում, էլի երկար է։ Օգնում են միջազգային կազմակերպությունները, ով ոնց կարում է, որպես այս ռազմավարական կարևոր կետը մնա եւ այս գյուղացիները պինդ լինեն։ Բայց խնդրում եմ ձեզ ազգային ժողովում մի շահարկեք ներքին հանդի անունը։ Տիկին Գրիգորյան, կարող եք ինչ-որ բանով օգնել ներքին հանդին։ Եկեք, եւ որ գալիս եք փառատոնների, գալիս եք խնջույքների կապան, ձեզ անդադ տեսնում ենք հեռուստատեսությամբ, բայց դες չենք տեսնում ներքին հանդում, բայց դուք մշտապես ներքին հանդի անունը ազգային ժողովից հնչեցնում եք, տիկին ջան։ Մի բան էլ վերջում ասեմ, էլի։ Ներքին հանդը առաջին հերթին շրջապատված է հայոց բանակով եւ նոր հետո հակառակորդով երբեք ու երբեք մեր բանակի արածը եւ մեր բանակին մենք չպետք է ստորադասենք եւ բարձրացնենք ինչ որ ուրիշ օտար ուժերի երբեք մենք չպետք է ստորադասենք հայոց բանակին, մեր զինվորին, մեր կամավորին, մեր աշխարհազորին, մեր երկրապահին։ Այդ պատճառով միշտ հիշեք, ներքին հանդը առաջին հերթին շրջապատված է հայոց բանակով, նոր հետո որոշակի տարածություն հետո կանգնած են հակառակորդները։